են տալիս եւ իհարկե այս process-ը անշուշտ պետք է շարունակվի խաղահրապարակներ իմիջիայլոց երեխաների արձագանքն ենք տեսնում եւ ամենուր իմիջիայլոց կա նաեւ շատ հետաքրքիր միտում ենթադրում եմ Երևանում եւ նաեւ այլ համայնքներում օրինակ ինձ համար ամենամեծ զարմացնող եւ հաճելի նորությունը այն է երբ որ մեր տարբեր համայնքների ղեկավարները ասում են դե գիտեք բնակիչների հետ պայմանավորվել ենք այս բաները, ստեղի այս ինքնական ավտոտնակները ապամոնտաժելու ենք եւ այգի ենք կառուցելու։ Այն օրն էլ իհարկե ուղիղ եթերում է տեղի ունեցել խոսակցությունը, բայց ասում եմ, այսինքն համաձայնվել են բնակիչները, ասում են այո, համաձայնվել են։ Երկրորդ անգամ եմ հարցնում, ասում են համաձայնվել են Եվ երբ որ շատ պնդում են, ասում են լավ, դե ասենք 30 ավտոտնակ կա, մի հոգի կարողա չի համաձայնվել, բայց դա կապ չունի։ Սա շատ կարևոր process է։ Այս նշանակում է, որ մարդկանց ստեղ ուրիշ բան կա, իմ կարծիքով ստեղ կա նաև քաղաքացու եւ քաղաքային իշխանության հարաբերությունների խնդիր, որովհետեւ այդ հարաբերությունների, երբ որ հազար ներողություն, երբ որ մարդը տեսնում է, որ համայնքի ղեկավարը ստեղ իր հորոխբոր, աղբոր դասարանցու համար տարբեր տեղեր sense գարաժների տեղեր չի վերցնում եւ ընդհակառակը ջանքա գործադրում նոր կանաչ տարածքներ ավելացնել, մարդը ասում է, բայց մի րոպե, մի համայնքն է, ինչի ես պետք է իմ մասնակցությունը չունենամ դրան։ Եվ դա շատ կարեւոր, շատ գեղեցիկ եւ շատ հաճելի process է, եւ դա մի բան է, ինչի կապակցությամբ մենք պետք է շնորհավորենք իրանց եւ շնորհակալություն հայտնենք այդ մարդկանց, որ այսպիսի արձագանք են տալիս Եվ իհարկե Երևանում էլ այդ process-ը կա, համոզված եմ եւ դա շատ լավ նորություն է։ Իհարկե Երևանը մեր մայրաքաղաքն է եւ հանրապետության ամենախոշոր բնակավայրը եւ մեր բոլոր խնդիրները, որ մենք տարբեր տեղերում ունենք, այստեղ խտացված են եւ ավելի շատ են երևում եւ մասնավորապես ամեն օր գրեթե ամեն օր մենք տեսնում ենք եւ նամակներ ենք ստանում, ահազանգներ, պահանջներ, խնդրանքներ կապված խցանումների խնդիրը լուծելու հետ եւ մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այդ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց նաեւ հաշվի առնելով դարաշրջանը, ոնց որ թե մենք այդտեղ էլ արհեստական բանականությանը պետքա ավելի ու ավելի մեծ դերակատարում վերապահենք, բայց մյուս կողմից էլ պետքա հասկանանք ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, bezrazmer հայերեն ոնց է անչափ չի էլի, ինքը մեկա չափ ունի ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը, բոլորը գալիս են մտնում են, ընդ որում հիմնական ժամերին հիմնական փողոցները պարզ են եւ բայց ամեն դեպքում ստեղ աշխատանք պետք է անենք Հիմի հույս կա, որ մի բան կարանք անենք այդտեղ, համեցիկ։ Վարչապետ, միանշանակ հույս կա եւ իրականում մենք շատ շուտով կոմիտեի նիստով եւ նաեւ կառավարության հաջորդ նիստով հուսանք կքննարկենք Երևանի թիմն օրենքը, որտեղ որ ունենք նոր կարգավորումներ, մասնավորապես օրինազանց վարորդների եւ ավտոմեքենաների կայանման սխալ վայրերում կազմակերպելու դեպքում, այսպես ասած, այդ քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում եւ իրականում երկու կոմպոնենտ կա, 3 կոմպոնենտ կա մեր ընդհանուր խցանումների հետ կապված, առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում եւ նաեւ հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում։ Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է, ինչքան էլ որ դա տարօրինակ չէ, այնուամենայնիվ մենք մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջի վայրկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք եւ երրորդը արդեն ձեր ասած լուծումներն են, որոնք որ
կարող են այս երկու խնդիրների ինչ որ տրամաբանությամբ լուծումների դեպքում էականորեն մեղմել իրավիճակը եւ մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար եւ նաեւ կառավարությունը տեղել ջանք չի խնայում, ուզում եմ տեղեկացնել պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուսները, որոնք որ ձեր հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Շատ լավ, դե այստեղ իհարկե մենք պետք է հիշենք նաև